Ողջույն, այսօր խոսելու ենք մի բանից, որը շատերն անվանում են անձնական բրենդ, բայց եկեք միանգամից ասեմ, սա ուղղակի մոդայիկ բառ չի, սա ձեր հաջողության իրական գործիքն է։ Ըստ էության խոսքը գնում է ձեր համբավի ռազմավարական կառավարման մասին։ Դե ինչ, եկեք սկսենք մի հարցից, որը վստահ եմ ձեզնից շատերին է հուզել։ Երբևէ զգացել եք, որ անում եք ամեն ինչ, ներդնում եք ձեր ողջ ուժերը, բայց կարծես թե տեղում եք դոփում։ Իսկ մյուսները, կարծես թե ավելի հեշտությամբ են առաջ գնում։ Բա ո՞րն է գաղտնիքը։ Ինչն է պակասում։ Պատկերացրեք այս իրավիճակը Անի Վարդանիի քեյս գրքից, որը ցավոք շատերիս ծանոթ է։ Մի փայլուն ֆինանսիստ, ով ուղղակի փայլում է իրագործում, ամեն ինչ անում է կանոններով, բայց երբ պաշտոնի բարձրացման հարցն է գալիս, նրան շրջանցում են։ Իսկ գիտեք ինչ պատճառաբանությամբ։ Ղեկավարն ասում է. «Դու ռոբոտի ես նմանվել։ Մեզ պետք է մեկը, ով կարող է կապեր հաստատել, իսկ քեզ ոչ ոք չի ճանաչում»։ Ցավալի է, չէ՞։ Սա ցույց է տալիս, որ ուղղակի լավագույնը լինելը քիչ է, պետք է որ մարդիկ քեզ ճանաչեն որպես այդպիսին։ Եվ հենց այստեղ է, որ խաղի մեջ է մտնում image making-ը։ Սա ձեր բարի համբավանի նպատակային, ռազմավարական կառուցումն է։ Սա այն ճանապարհն է, որը ձեզ «ներեցեք դուք ով էիք» կետից տանում է դեպի «շնորհակալություն, որ այսօր մեզ հետ եք» կետը։ Սա ձեզ անտեսված մասնակետից վերածում է ոլորտի սպասված ու հարգված դեմքի։ Դե ինչ, պատրաստ եք։ Գնացինք։ Առաջին բաժնում մենք կսովորենք, թե ոնց կարելի է մտքերի քաոսը վերածել հստակ, սուր ու արդեցիկ ուղերձի։ Եկեք անկեղծ լինենք, բոլորս էլ հայտնվել ենք այս իրավիճակում, այնպես չէ։ Գլխումդ հազար ու մի փայլուն միտք է պտտվում, բայց հենց որ պետք է խոսել, կարծես բառերն ուղղակի գոլորշիանում են։ Ու այս ներքին քաոսը թույլ չի տալիս, որ մարդիկ տեսնեն, թե իրականում դուք ինչ ներուժ ունեք։ Բայց լավ նորություն կա։ Կա մի հզոր լուծում խմբագրի մեթոդը։ Սա մի տեխնիկա է, որն օգնում է ձեր մտքերը, այսպես ասած, մաքրագրել նախքան դրանք բարձրաձայնելը։ Արդյունքում դրանք դառնում են սուր, հասկանալի ու ամենակարևորը հիշվող։ Հետաքրքիր է, չէ՞։ Եկեք տեսնենք, թե կոնկրետ ինչպես է դա աշխատում։ Ամեն ինչ իրականում շատ պարզ է։ Նախ որոշեք որն է ձեր ամենակարևոր միտքը, գլխավոր ասելիքը։ Հետո ուղղակի անխնա ջնջեք այն ամենը, ինչը շեղում է այդ մտքից, ավելորդ բառեր, մանրամասներ, ամեն ինչ։ Եվ վերջում այս մաքուր միտքը դրեք պարզ կառուցվածքի մեջ՝ սկիզբ, հիմնական մաս եւ ավարտ։ Վերջ։ Ձեր ուղերձն արդեն պատրաստ է փայլելու։ Լավ, հասկացանք, թե ինչպես խոսել, հիմա եկել է ամենակարևոր հարցի ժամանակը, իսկ ինչի մասին խոսել, որն է այն գլխավոր թեման, որը պետք է դառնա ձեր անձնական բրենդի առանցքը։ Որքան էլ մենք բազմակողմանի լինենք, մարդկանց ուղեղում մենք պետք է տեղ գրավենք մի կոնկրետ բանով։ Չի կարելի լինել ամեն ինչի մասին բոլորի համար։ Ձեր իմիջը պետք է ունենա հստակ կիզակետ։ Պետք է ընտրել այն մեկ գլխավոր թեման, որը կդառնա ձեր այցեքարտը։ Սա կանոն է։ Հիմա եկեք մի շատ պարզ, բայց հավատացեք, անչափ հզոր վարժություն անենք։ Վերցրեք թուղթ ու գրիչ։ Թվարկեք ձեր 5 հիմնական զբաղմունքները։ Հիմա յուրաքանչյուրի դիմաց գնահատական դրեք 1-ից 5 սանդղակով, 2 չափանիշով։ Առաջինը որքան եկամուտ է այն բերում, եւ երկրորդը, որը նույնիսկ ավելի կարևոր է, որքան եք դուք այն սիրում, որքան կիրք կա դրա մեջ։ Դե ինչ, հաշվեցիք։ Այն զբաղմունքը, որը հավաքեց ամենաբարձր ընդհանուր միավորը, շնորհավորում եմ, դա ձեր կյանքի թեման է։ Հենց դա է այն առանցքը, որի շուրջ դուք պետք է կառուցեք ձեր ամբողջ իմիջը, ձեր ողջ պատմությունը։ Գիտեք, այս ամենը բոլորովին էլ նոր հեծանիվ չէ։ Այս սկզբունքները հավերժական են։ Եկեք մի պահ ճամփորդենք դեպի անցյալ ու տեսնենք, թե ինչպես են պատմության մեծերն իրենց համբավը կերտել։ Պատկերացնում եք այս խոսքերի ուժը։ Սա ասվել է Շեքսպիրի մասին։ Ու նա ոչ միայն հանճարեղ գրող էր, այլև իր անձնական բրենդի անգերազանցելի վարպետ։ Նա ինտուիտիվ կերպով անում էր հենց այն, ինչը մենք այսօր սովորում ենք ռազմավարության միջոցով։ Եկեք նայենք Շեքսպիրի քայլերին։ Զարմանալի է, չէ՞։ Նա կատարելապես զգում էր հանրության շունչը, թե ինչ է պետք մարդկանց։ Իր թատերախումբը թագավորի մարդիկ անվանելով, նա միանգամից ցույց էր տալիս իր բարձր կարգավիճակը, ստանում էր այսպես ասած որակի նշան։ Իսկ ընտանեկան զինանշանը, սա ըստ էության ժամանակակից լոգոյի նախատիպներ, որն ամրապնդում էր նրա բրենդը։ Սրանք ուղղակի հանճարեղ մտածված քայլեր էին։ Հիմա եկեք մի անգամից թռիչք կատարենք 300 տարի առաջ դեպի 20-րդ դար։ Այստեղ ասպարեզ է գալիս Էդվարդ Բեռնեյսը, ով իմիջի կառուցումը վերածում է իսկական գիտության։ Նա հասկացավ, որ հոգեբանության միջոցով կարելի է ոչ միայն համոզել մարդկանց, այլև փոխել մի ամբողջ հասարակության սովորույթները։ Իսկ դուք գիտեիք, որ ավանդական ամերիկյան նախաճաշը, ձու և բեկոն, իրականում ծնվել է հենց Բեռնեյսի մտքում։
պատմությունը անհավանական է։ Նա բժիշկներին համոզեց հայտարարել, որ առատ նախաճաշն ամենաառողջ ճարարն է, եւ այս նորությունը տարածեց թերթերով։ Արդյունքը՝ բեկոնի վաճառքները պարզապես պայթեցին։ Ահա թե ինչի է ընդունակ ընկալման ճիշտ կառավարումը։ Եվ սա ուղղակի հետաքրքիր պատմություն չէ։ Սա ունի շատ կոնկրետ չափելի արդյունք։ Թվերն ավելի քան խոսուն են։ Պատկերացրեք, իմիջի պրոֆեսիոնալ կառավարումը կարող է ձեր հնարավորությունները, ձեր եկամուտը ավելացնել մինչև 33%-ով։ Սա ուղղակի ֆանտաստիկ թիվ է։ Սա շատ լուրջ ներդրում է ձեր իսկապագայի մեջ։ Դե ինչ, եկեք ամփոփենք։ Այս ամենից ինչ հետևություն կարող ենք անել։ Որն է գլխավոր միտքը, որ պետք է մեզ հետ տանենք։ Հիշում եք այս հզոր միտքը, որը պատկանում է Օպրա Ուինֆրիին։ Ձեր կարիերան հենց այդ վերափոխումն է, անհայտությունից դեպի ճանաչում ու հարգանք։ Եվ ձեր իմիջը այն ամենահզոր գործիքն է, որը կարող է ձեզ օգնել այդ ճանապարհն անցնել շատ ավելի արագ եւ արդյունավետ։ Շատ կարևոր է հասկանալ մի բան. ձեր իմիջը ձեր պատմությունն է, եւ այն կերտելը բացարձակապես կեղծավորություն չէ։ Ընդհակառակը, դա ձեր մասին ճշմարտությունը ռազմավարական եւ ազդեցիկ ձևով ներկայացնելու արվեստն է։ Ի վերջո դուք եք որոշում, թե ինչպես են ձեզ տեսնում եւ ինչպես են ձեզ հիշում։ Եվ վերջում մի հարց, որի շուրջ կարծում եմ արժե մտածել։ Ձեր կարիերայի պատմությունը գրվում է ամեն նոր, ձեր յուրաքանչյուր գործով, ասած խոսքով, նույնիսկ ձեր լռությամբ։ Հարցը մեկն է. այդ պատմության հեղինակը դուք եք, թե թույլ եք տալիս, որ հանգամանքները ուրիշ մարդիկ գրեն այն ձեր փոխարեն։ Միշտ հիշեք, գրիչը ձեր ձեռքերում է։